Պարոն Օսիպյան, ակցիա եք կազմակերպել այստեղ, ուզում ենք հասկանալ պահանջը, նպատակը ո՞րն է։ Ակցիան կազմակերպել են մի խումբ արցախցիների, Արցախի հասարակ քաղաքացիներ, նախկին սպաներ, գյուղագործներ եւ այլն։ Խնդիրը սոցիալական արցախցիների սոցիալական հարցերը լուծելու համար է, իսկ ճանապարհը, որը որ տեսնում ենք, դա Արցախից թալանած գումարների վերադարձի միջոցով։ Ուրեմն խոսքը գնում է այն ինչ որ մենք ամբողջ թալանը բնականաբար չենք կարող իմանանք, որովհետև մենք լիազորված չենք։ Բայց մենք գիտենք այդ թալանի ահռելի մի մասի փաստաթղթերով գիտենք դրա մասին, որը որ ներկայացված է դատախազություն տարիուկես առաջ, որոշ դրվագներով գործեր կա հարուցված, օդից կախված, որոշ դրվագները դեռ քննության մեջ է։ Ամենայն դեպս անձամբ ես եմ ներկայացել, ինձ հրավիրել են քննչականից ներկայացել եմ եւ նկարագրել եմ Արցախում խոշոր կոռուպցիային սխեմաները, ինչպես է ձևավորված։ Շահրամանյանը եւ իդեպ իր դիմումի հիմա վրա է դատախազությունը վարույթ նախաձեռնել։ Ինչու օրինակ Հայաստանի իրավապահ մարմիններից չեք պահանջում, որ քննությունը արագ իրականացվի եւ բացվի հենց հետա ինչ է եղել։ Հիմնադրամի գումարները մենք գիտենք, որ գնացել է կոնկրետ ուժերի ներկայացուցիչների իմիջիալոց, ովքեր որ հենց Շահրամանյանին բերել են դրել այդ պաշտոնին։ Հիմա հարց չեմ մի ավար մի վարքյան չեմ կարծում է, ասում են փաստաթղթերով է։ Հիմա մի վարքյան, այդ անունները լրիվ հրապարակված է։ Մենք ստեղ հրապարակված է Վալես NGO իրանց Facebook-յան կայքեջում եւ Մարինա Պողոսյանը ստե ահռելի գործ արել, նույնիսկ քննիչների գործն արել, տարել տվել քննիչների։ Հիմա ես ձեր հարցին չեմ պատասխանել, այդ եմ ուզում պատասխանեմ։ Ուրեմն մենք տեսել ենք, որ նաեւ արցախցիները ակցիաներ են կազմակերպել տարբեր անգամ դատախազության մոտ, բայց դե լիարժեք ուշադրության չեն արժանացել։ Այս վերջում նույնիսկ չեն դուրս եկել հետները խոսել։ Հիմա մեր պահանջը Սամվել Շահրամանյանին նա է, ուրեմն հարց համար առաջին կամ դուրս արի ասա ոնց ես ժողովրդի հոգսերը քաշում կամ եթե չես կարում ուրեմն մենք ենք քեզ ասում ինչ անես իջնում ես դատախազություն քանի որ հասարակ ժողովրդին չեն ընդունել դու որպես սենց կոչված պատասխանատու իջի դատախազություն ու դատախազին այս բոլոր ժողովրդի անունից ասա որ մեր խնդիրը նրանումն է այդ թալանած փողերի դատաիրավական process-ները արագացնեն որպեսզի թալանածը վերադարձնեն ժողովրդին եւ արցախցիների կարիքները օգտան հիմա մի վարքյան այդ թալանողների անունը կոնկրետ է 467 միլիոն դոլարը գնացել է 48 ընտանիքի 48 թողեցեք ավարտեմ էլի դե բազում մի ընդհատեք որ հարցը տալիս եք ինչ չի պատասխանեցի ասեցի հասարակ արցախցիներ գնացել են դատախազություն չի ընդունել դուք գնացել եք ես էլ որ պետք կլինի գնալու եմ ինչ կմ ես գնացել եմ բաները ներկայացրել հարցաքնվել եմ հիմա մի վարքյան էլի ես տեսնում եմ ես սովորական արցախցի եմ հասարակ քաղաքացի ես տեսնում եմ որ այդ քաղաքացիները գնում են դատախազություն դատախազությունը արհամարում է հիմա մենք արցախցիներով հավաքվել ենք եւ ասում եմ այս ակցիայի կազմակերպիչները դա մի խումբ արցախցիներ են որոնք որ իրանք են եկել այս պահանջը դրել դիմել ինձ մի ավարտեք էլի չէ իրանք դիմել են ինձ որ ես գամ ստեղ եւ կարողանանք այս խնդրին հասնենք ես եւ հավաքը կարողանանք կոռեկտ վարենք հիմա եթե հավարտում եմ հիմա եթե ես տեսնում եմ որ արցախցիները գնում են դատախազության դուրով ծեծում են ասում են այն թալանչիների գումարները բերեք դատախազությունը սովորական արցախցիների մերժում է տրամաբանական չէ որ այդ արցախցիները եկել են ստեղ որ դիմեն իրանց ներկայացուցին որ ինքը թող իջնի դատախազություն եւ թող իրան պատասխան տան անունների վերաբերյալ որոնք ասում են նաեւ հասարակ քաղաքացիների մեջ են այս ակցիայի մասնակիցների թվում էլ մարդիկ կա որոնք ունեն փոխառություններ եւ հետ չեն վերադարձել այսպիսի տեղեկություն էլ կա հիմա խոսքը գնում է ուրեմն նայեք ինչ ենք անում մենք երբ որ ասում ենք կոռուպցիա մեր համար ասեք պարոն Օսիպյան այդ քաղաքացիների չէ մի վարքյան եթե ուզում եք ճիշտը իմանանք մեր մոտ այն տպավորությունն է որ դուք եք
ինչ որտեղից ֆինանսավորվող բաներ, լրատվականներ, որ եկել եք Էլիզուրից ուզում եք տանեք ձեր ինչ որ մի ուրիշ դաս։ Մի լարեք ստե ժողովրդի։ Հիմա ձեր հարցերին ես կոնկրետ պատասխան եմ տալի, մի վարքյան։ Մի մատ սա ժեստ է ուղղակի, սա մատ չենք տալի ու մեր վրա մի թելադրեք մենք ձեզ։ Հավաքից հետո բոլոր մեկնաբանությունները թողասին։ Մի վարքյան։ Հիմա ձեր չէ adekvate որ տալիս եք, գալիս եմ։ Սումա քննարկելի հարց։ Հա, մեր հավաքը հեսա սկսում է, ուրեմն ասենք ինչում նախնդիր։ Ուրեմն 40 մի վարքյան, 48 անուն ազգանունը հատ չեմ հիշում, խոշոր բաներ գիտ։ Մի վարքյան, չհիշում եմ չեմ ասելու ու սա պայման նախի չենք ասելու, ասեմ ինչու, որովհետև որ մեկի անունը տանք մյուսինի չտանք, ասելու արա սրա խաղն է, ինչի հիմա ուրեմն լուրջ իսկապես այն է, որ դատախազությունը մեզնից բոլորից ավելի լավ գիտի անուն ազգանունները, հիմա մեր պահանջը նրան նմանելու։ Մի վարքյան էլի, բա մենք ասել չէ մի վարքյան, տենց դուք ուզում եք ասեք Սամվել Շախրամանյանից պահանջելու ոչ մի բան չկա, դե էլ բայերին ինչի եք ձեզ հակասում։ Նախագահն է եղել, իհարկե ունեք։ Իսկ շատ ինֆորմացիայի տիրապետում։ Դե հիմա մեր պահանջը նրան է Գնացել հարցաքննվել եք։ Թող գնա դատախազություն, հիմա հարցը ուրիշ բան է, որ արագացնեն գործընթացը։ Օսիպյան, բայց տեսակետ կա, ասում են ինչի ձեզնից չեք սկսում, որտեղ ձեր շարքերում մարդիկ կան, օրինակ ստացել են փոխառություններ եւ չեն վերադարձել։ Ուրեմն նայեք ոնց ենք մենք մի վարքյան, ուրեմն մենք Ներդրումային հիմնադրամի մասին է։ հենց ներդրումային հիմնադրամի մասին եմ խոսում։ Ուրեմն մենք որ ասում ենք կոռուպցիա, մենք կոռուպցիայի դեմ պայքարը ոնց ենք պատկերացնում, որ դատախազությունը ցուցակը հարապարակելու է եւ վերևից ամենախոշորից սկսելու ենք։ Հերիքա, երբ որ խոսում ենք կոռուպցիայից, ասում բանդեղն էլ մեկը մի նիվայ է ստացել, բա մեկը, չգիտեմ, $50,000 է ստացել տոնը ռեմ։ Մենք դրա մասին չենք խոսում հասարակ քաղաքացիները, եթե ինչ որ մի բան իրանց ասելա։ Մենք խոսում ենք $467 միլիոն, դա Արցախի առաջնագծի ամեն մի կիլոմետրի վրա $2 միլիոն է հասնում։ Եվ այդ $467 միլիոն 25 միլիոն դոլարով, 27 միլիոն դոլարով, 20 միլիոն դոլարով, այ այսպիսի բախշումներ ա եղել ու մի վարքյան, հիմա մի վարքյան շատ կարևոր բան եմ ասում, թող մեր ընկերներն էլ լսեն, ինչ կլեյմո են փորձում մեր վրա դնել, ասում են այ Նիկոլի խաղն է, ուրեմն ասեմ, մենք խոսում ենք այն գումարների մասին, որ հենց Նիկոլ Փաշինյանն է փոխանցել այդ հանցագործ կլանին։ Հենց իրա փոխանցած գումար խոսքը գնում, բա մի վարքյան էլի սկսել ենք էլի հո չավարտեցինք, հələ մի հատ տեսնենք, մի քանի օր չի, ընդամենը անցած անգամ դատախազություն ահագին անգամ են գնացել, օրավրի։ Ապա ես չեմ ասում դուք անգաժիրованные լրատվամիջոցներ եք ուզում եք քաշտակ տանեք դե չի ստացվելու ուրեմն մի վարքյան մեր հարցը կոնկրետ է չկա այդպիսի հարց որ ինձ տված են ստեղ ձեր համար ոչ ԿՊ-ի падգամավորանս կաղնած ոչ բանա Հայաստան դաշինքը ոչ էլ պատիվ ունեմ այդպիսի հարց չկա որ Արտուր Սիպյանը չի պատասխանում ասում եմ գնացվել է Հիմա մի վարքյան, հերթով գալիս ենք, հələ մի հատ տեսնենք ստե ինչ է ասում։ Մենք կաշկանդված չենք ոչ մեկից պահանջել, խե թալանչիներից չենք պահանջելու, խե միջև Նիկոլ Փաշինյան։ Հիմա ես ասում եմ դուք ինչ դաշտ եք ուզում տանեք, որ մեկի անունը տանք, մեկին չտանք, ասեն ժողովուրդը ուրեմն պետք է իմանա այդ անունները լրիվ ցույց։ Մի վարքյան, եթե ժողովուրդը, երբ որ ժողովրդին այդ ցանկությունը լինի Այդ 48 հոգանոց ցուցակ այս են ժողովուրդ։ Երբ ասեմ պետքա 48 հոգանոց ցուցակը մի կայքում կհրապարակենք, ասենք ժողովուրդ նայեք, հրապարակված է, ինչ որ խոսում եմ հրապարակային տվյալներ է։ Իսկ ինչու եք Արցախի նախագահի պաշտոնին 1 ամիս է մնացել։ Ինչու եք հենց այս ֆոնին դուք սկսել պահանջել։ 1 տարից ավելի այստեղ։ Արցախի նախագահի պաշտոնը ստե կապ չունի, մի քանի շաբաթից հետո ավարտում եմ։ Այդ մի վարքյան հարցը լսել եմ, էլի։ Հիմա խնդիրը նրանն է, որ ժողովուրդ հարցակցեն, մնում են ու հիմա եմ մնում, հեսա հաշված շաբաթների խնդիր է, եթե այդ 40+10-ը կտրվում է, այդ ժողովուրդն ուրիշ տարբերակ չի մնում։ Մենք չենք եկել տեսնենք ինքը երբ է իր սուրոկը ավարտում, երբ չի ավարտում։ Մենք եկել ենք կոնկրետ հարցի համար։ Այդ ժողովրդի սոցիալական խնդիրների կարը մեզ լուծես, թե չես կարում լուծես։ Միացել շտաբին, Արցախի խորհրդին ինչի՞ չեք միացել։ Իրենք էլ այդ նույն պահանջները հնչել։ Ուրեմն մի վարքյան, այդ մարդիկ իմիջիալոց ովքեր որ այս ակցիա նախաձեռնել են, այդ հենց այդ շտաբից էին։ Բայց այդ հա, հիմա այդ նույն շտաբն էլ գնացել է դատախազություն, նույն պահանջի դրել է։
Հիմա մենք էլ ենք դա հետևից գնում թալանած, իստեղ ինչ կա որ ուզում ենք։ Առանձինի խնդիր չկա, հրավիրված են բոլորը։ Ով ցանկություն ունի, ով գտնում է որ իր այդ բանը թալանածի ֆինանսական, սոցիալ խնդիրների լուծման ճանապարհը սա է, բոլորն էլ հրավիրված են։ Սամվել Շարամյանին տեսնելու Հիմա ես ավելի պայմանավորվածություն իր հետ։ Մենք անցած անգամ ինքը ասեց որ օրը մենք ենք նշանակել, ասել ենք որ հաջորդ չերեզ մի օրից հետո ստելնելու հավաք սորոխոս գնա սորվա մասին։ Եվ նենց էր որ ինքը ասելա որ պատասխանելու եմ ձեր հարցերին։ Հիմա թողենք տեսնենք ինչա պատասխանում։ Հետո իմանան գնում ենք դատախազություն, թե գնում ենք կառավարություն, թե ոչ միտեղ չեն գնում։ Հանդիպելից եմա չկա, մեզ հատ հարց ունենք, դուրս արի ասա, թե ոնց ես դու պատկերացնում ես ժողովրդի սոցիալ խնդիրների լուծումը, հարցը հրատապ է, այդ հրատապությունն որ ասում եք ինչի հիմա է դարել հրատապ, ու բացի դրանից մենք տեսել ենք, որ ինչ որ նախաձեռնություններ են փորձում անեն, թողել ենք փորձեն անեն մարդիկ ամեն մեկը իր միտք ունի ինչ որ ճանապարհ է տեսնում, մենք ոչ մեկին չենք Բաբայանի հետ ասում են որ Սավել Բաբայանը Դե նա հարցին պատասխանես, կապողնում Հիմա մի վարքյան, հիմա ես մի բան ասեմ ձեզ էլ կապում են ասենք թե ես իմ եւ ասեմ մի ուրիշին հետ, հիմա ինչի են կապում։ Ասեմ հիմա մենք որ ստեղ ենք, երբ որ մենակ Սամվել Բաբայանին չեն կապում, մի վարքյան։ Մենք որ հենց որ կոռուպցիայի հարցը դրվում է, դա Ղարաբաղից էր, դեռ վաղուց եկած։ Սկսում են այդ հարցը դոնորին կապել սրանարան հետ, որպեսզի որ այդ շարժումը եւ այդ նախաձեռնությունը էժանցնեն։ Ասեմ, ստեղ ոչ մեկ խառնված չի, որևիցե քաղաքական ուժ։ Պարզ հասարակ արցախցիներ ասում են, մեկը գյուղագործ է, մեկը բանահին նախկին սպայ է եւ այլն, սովորական հասարակ քաղաքացիներ։ Այս հարցը դրել են ստեղ որ արվել ինձ որ Արտուր արի մնացած հիմնավորումների Միջև ձեր այստեղ գալը ես խոսել եմ այստեղ հավաքված արցախցիների հետ, շատերը տեղյակ չէին ինչի համար են եկել։ Շատ իզուր եք արել։ Ուրեմն մի բան ասեմ, մի վարքյան։ Ձերոնցից բերում եք դնեմ խոսացնում, դուք ասեմ որ նա ձերոնք ասեմ որ նա ձեր ագենտուրան, ձեր լրատվականի ագենտուրայի մասին ազորություն դնում։ մի րոպե Ես ուրեմն մի վարքյան ես դե մի վարքյան տալիս դրա համար Մուսայլան մի վարքյան ուրեմն ես ձեզ ասեմ ինչու՞մն է խնդիրը եւ այն նույն բանը պալատկան որ դրել են դեղ թե որ կոնկրետ որ բանն է անուններով էլ կարամ տամ բայց դասեմ հիմնականում լրատվամիջոցներն որ խառնում են հավաքի հերանիցում են ինչու որովհետեւ հիմնականում լրատվամիջոցներն դա թալանչիների կողմից ֆինանսավորված լրատվամիջոցներ են եւ ինչ նախաձեռնություն դնում ուզում են կամ կապեն այդ թալանչիների հետ կամ էլ բանանը պարավակացանը մեզ հանեն քաղաքական Մի րոպե, բայց Հա, ասեմ հաղորդումներ էլ պատեսնում ենք Պանոսյան, ձեր ասած բոլոր հայտարարությունները օդ են, քանի որ դուք կոնկրետ անուններ չեք տալիս, որպեսզի իրավապահ համակարգը զբաղվի դրանով։ Ինչ անում ա ձեզ Ասում մի վարքան է, ասում եմ գործը հարուցված է, տարիուկես առաջ, Գորիկ ջան, հասկանում եք, չէ գնահատականներ մի տվեք, դուք գնահատականներ լրագրող եք, ես որ մի լրատվական է, հրապարակալը մի հատ կորեք ստեղից, հրապարակը եկել աստե ինչ անի, գնացեք, որովհետև հրապարակը դա այն կեղտոտ լրատվականն է, որը միայն կեղտ է շպրտում, այ դուք եք ասեմ ինչի, այդ նույն հրապարակը, դեր մենք Արցախը, հրապարակ թերթին ոչ ելույթ չեմ տալի, լուսաբանվի լայն տարածում չեմ ուզում, ես ձեր կարիքը չունեմ, մենք հենա մեր Facebook ունենք, մենք մեր Facebook-ը մեզ հերիք է, մենք ձեր կարիքը չունենք, ուրեմն կարճ ասեմ, Ներով մի արեք, ես չեք կարող քշեք, ես մեր հայրենիքն հայրենիքի շմեք շում, հավաքի մի խառնվեք, հրապարակ թեր, կորիս տեղից, Հանգիստ խոսեք նա։ հրապարակ թեր, թե ուրեմն Կոնկրետ հրապարակ չեք ուզում լուսաբանենք։ Չէ, ուրեմն թեքվեք որ մյուս անգամ դերատվամիջոցների վերաբերյալ գնահատականներ Ուրեմն մենք ձեզ լուսաբանենք։ մենք ձեր կարիքը չունենք, գնացեք տեղից, Ակազորությունը տվել եմ ես նույն լրատվականներին, կտրել եք ձեր ուզածը դրել։ Դուք այսպես Անտեպ ռումբ ենք գցել Արայիկի դստավայի, կտրել եք ձեր ուզածը դրել։ այս կեղտոտ Կեղտոտ լրատվականները։ բոլորի մասին խոսքը, բոլորի մասին Աման, հրապարակ թերթ, դու ես ազգի խայտարակությունն ես,
ուզում եք հասկանալ։ Ագենտուրա է, դուք գործակալներ եք։ Ուզում եք հասկանալ։ Ում հարվածությունության գործակալներ եք։ Ես կարգի Հավաքը լքեք։ Ընդդիմության, իշխանության, լրատվականներն է բարակնում։ ուզում եք ճիշտ իմանալ։ Ուզում եք ճիշտ իմանալ։ Խոսում եք թալանչիներից, հա։ Օսիպյան Արտուրին հարցեք տալիս, ասում եք թալանչին ով է։ Ասում եք, ես նույն Օսիպյան Արտուրն է ձեր դեմը կայնած, ասեմ իմանալ։ Այս հավաքի կազմակերպողը մեկն է ես եմ։ Թալանչին ոստե շենք ունի, ինքը թալանչի է, ոստե խանութ ունի, ինքը թալանչի է, ոստե հյուրանոց ունի, ինքը թալանչի է, ոստե գարաժներ ունի, ինքը թալանչի է, ոստե բազաներ ունի, ինքը թալանչի է։ Ով քաղաքաշինության նախարարության վրա իր բազաները ծախել նոր տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն, ինքը թալանչի է, այդ սուկաների հետևից է եկել։ Ասեմ իմանա։ Տեսնես Սամվել Բաբայանը հետ ինչ ունի Հայաստանում։ Ասամվել Բաբայանը ինչ կապ ունի էստե։ Ինչ կապ ունի։ Անում ունի որպես այդ ղեկավարները Սերժ Սարգսյանի անունը տալի։ Սեփական Բախիշակ Ռոբերտ Քոչարյանը, բա ուրա։ Բա դուք ասում եք, որ Սերժ Սարգսյանը 30 տարվա մեջ միլիոնյա խրամատ չի սարքել, հիմա եկել է։ Կարոջի երրորդ ուժ ձեզ ձեր չի տալիս։ Երրորդ ուժ ձեզ ձեր չի տալիս։ Ուղիղ եթերի տակ եք դու։ Ուղիղ եթերի տակ եք։ Ուղիղ եթերի տակ եք։ Այս մեր վիդեոներն էլ եք դնելու ձերն էլ։ Այնքան եք գրալ, այնքան եք գրալ։ Ասեմ իմանաք, ձեր նմանների պատճառով են հայաստանցիք մզանած զսվում։ Մենակ ձեր նմանների պատճառով։ Մենակ ձեր նմանների։ Ձեր տասնա։ Պրովոկացիա։ Տեսեք ինչ եմ ասում, երբ որ մենք հավաքենք հարավիրում, հրապարակ թերթը չլինի։ Բայց կասես որ լրագրողներ Պրովոկացիա եք անում։ Դուք գալիս եք պրովոկացիա եք անում։ Օսիպյանը ասել է որ դուք չգաք։ Հավաքը հայտարարողն է։ Հա։ Հանդայի վայրում Եկել եք պրովոկացիա եք անում։ Ուզում եք Ցավտանի, մեր խոսеш քեզ զորախուսնանը։ Խոսում են նահատները, թողան եկել են քինին։ Մի կողմ քաշեք, որովհետև իրանք աշխատանքն են անում, դուք մի որ պրովոկացիա են անում։ մի շփեք ու մի գնացեք դրանց հետ։ Իրանք իրանք աշխատանքն Ում հետևից եք եկել։ Օսիպյան Արտուրի ցավից մի Գնացեք, դա հիմա պրովոկացիա են անում, հարգելի։ իրանք աշխատանքը Համաձայն եմ, բայց չէ, բայց մի ուրիշ բան, ձեր պարոն կապիտան, հա, բայց դե ձեր խնդիրն է, չէ, պրովոկացիաներից։ հարցեր են տալիս, այդ հարցը չես ուզում պատասխանել։ Ես չեմ պատասխանում, գնում են ուրիշի մի հատ հարց տալ պրովոկացիոն, մի բառից կապում սկսում։ Իրանք իրանց գործով դուք ձեր Ասում խոսում են հետ։ Դե լանդի միկրոֆոններ չես կծած Ուրեմն լրագրողների հետ ոչ մեկ չխոսա։ Ոչ մեկ։ Աթովանի կենաստո խնգալը մամը, տոստեվանի կենան։ Չէ, թող գնա։ Հրապարակ թերթել մաշինը։ Ապրի ծապ տվեք, մալադեց, հարսանիքա, նկարեցի։ Խոսում եք ցավտանի։ Ընդդիմություն իշխանություն միասին եկել ազները։ Միասիների երբ պահում են։ Խոսում եք, թողնի կենան զայլան տանանա քիննան, ինչ անա։ Ոչ մեկ։ Այս լրագրողներին ոչ մի հարցազրույց։ Դուք գործակալներ եք, հիմնականում։ Հրապարակներ առաջ տայեք։ ուղիղ եթերի տակ։ Նա խոսում չեմ, խոսում չեմ։ Ձեր պատասխանները Ես կոնկրետ ամենահանգիստն եմ պահում։ Գիտեմ, բայց տղան դու ես։